Բարև սիրելի Լիգիա, կարող էի քեզ դիմել մեզ հատուկ ավելի մտերմիկ դիմելաձևով, բայց դու այդ ձևից անմիջապես կգուշակեիր, թե ով եմ ես անանուն նամակագիրը։ Երևի քեզ ճանաչող մարդկանցից ամենահինն եմ, եթե հաշվելու լինենք տարիների քանակը։ Իրոք, մենք գիտենք իրար վաղուց, շատ վաղուց։ Ես այն երջանկներից մեկն եմ, որի համար միշտ բաց էին ձեր հյուրընկալ տան օջախի դռները, ուր մշտապես բուրում էին վարդիկ տատիկիդ պատրաստած բազմազան կերակուրները, ուր միշտ դուռը բացում էր քո անսահման հյուրասեր մայրը, հենց նոր թխած եզակի ու համեղ Միկադոն ձեռքին։ Բայց Միկադոն նա համեմում էր նաև իր անսպառ հումորով, ուրախ ու զվարճալի պատմություններով։ Հետո մենք ճաշակում էինք աշխատասեր, հմուտ այգեգործ Գևորգ պապիկի տաճեցրած թուզն ու նուշը, տանձն ու կաղինը։ Իսկ հայրիկիդ հետ մեր կատարած էքսկուրսիաների մասին կպատմես դու այդտեղ ներկա գտնվողներին, եւ համոզված եմ, բոլորը լիաթոք կծիծաղեն, դու էլ կհիշես ոսկեվազը, ծնծաղիկները, Սևանը։ Սիրելիս, քո եւ ձեր ընտանիքի հետ են կապված իմ մանկության ու պատանեկության ջերմ հիշողությունները, միասին անցկացրած ծննդյան տոները, էքսկուրսիաներն ու ներկայացումները Երևանում, ուր մեզ տանում էր քո միշտ նախաձեռնող, նվիրված, ժպտադեմ մայրիկը, ով ինձ համար եւ ավակ խորհրդատու էր եւ մտերիմ հարազատ ընկեր։ Իդեպ, սկզբում ուզում էի գրել, որ քո ծիծաղկոտ, հումորով, աշխուժ բնավորությունը ժառանգել ես մայրիկիցդ, բայց երբ հիշեցի հայրիկիդ բավականին հաջողված ու լավ հանգավորված երգիծական բանաստեղծությունները, եզրակացրեցի, որ հումորդ երկկողմանի ժառանգություն է։ Մի անսահման սեր կար ու հոգատարություն ձեր ընտանիքում, ինչպես քո, այնպես էլ եղբորդ ու երջանկահիշատակ քույրիկիդ իմ մյուս հարազատ ընկերուհու Վարդիթերի հանդեպ։ Լիգիա, դու անմնացորդ նվիրված մարդ ես շրջապատիդ, բարեկամներիդ, աշակերտներիդ, այդ մասին կվկայի յուրաքանչյուրը, ով շփվել եւ շփվում է քեզ հետ։ Իսկ ես կավելացնեմ, որ ինձ նվիրված ես եղել ու մնում ես շարունակաբար։ Որպես հավաստիք հիշեցնեմ մի իրողություն, որ կատարվել է 45 տարի առաջ։ Այն ժամանակ ես ուսանող էի, իսկ դու նոր էիր փոխադրվել ավարտական դասարան։ Երբ ես հանձնում էի ամառային քննություններս, դու պայման էիր դրել։ Ինչ գնահատական որ ստանամ, դու ետևից մի 0 ես ավելացնում եւ աշտարակյան շատ քաջածանոթ կանաչ ընկույզ ես մաքրում, իսկ աշտարակյան բարբառով մեջ հանում ու ինձ տալիս։ Մինչ ես հանգստանում էի ու սնվում քննությունից հետո, դու ինձ էիր հանձնում քո արդար ձեռքով մեջ արած ընկույզները։ Կարծում եմ այս հիշողությունից քեզ արդեն պարզ դարձավ, թե ով է նամակագիրը, ու ես արդեն կարող եմ իմ մտերմիկ ու հարազատ դիմելաձևով ասել. Լիգ ջան, քեզ շատ եմ սիրում, իմ մանկություն, իմ պատանեկություն եւ իմ բոլոր ժամանակների մտերիմ մարդ։ Դու լավ ուսուցիչ ես, նվիրված քո ամեն մի աշակերտին, անձնազոհ ու հոգատար ընկեր ես, համարձակ քաղաքացի քո արդարամիտ դիրքորոշմամբ յուրաքանչյուր ճիշտ կամ սխալ երևույթի հանդեպ։ Եվ վերջապես քո դրական, մարդամոտ, զվարթ էության շնորհիվ դու շուրջ ես համախմբում ընտանիքիդ, շրջապատիդ, աշակերտներիդ, վայելում նրանց սերն ու հարգանքը, նվիրվածությունն ու ակնածանքը։ Հետգրություն։ Նամակս երկար ստացվեց, բայց հիշողություններս դեռ չեն ավարտվել։ Ուզում եմ այս ուրախ նոտայով մեկ անգամ եւս բնութագրել իմ ոսկեձեռիկ եւ հնարամիտ ընկերուհուն։ Մի օր մտնում եմ ձեր տուն եւ ով զարմանք, տեսնում եմ այն ժամանակների համար բավականին թանկարժեք եւ եզակի մի ձայնագրիչ մինչեւ վերջին պտուտակը քանդած։ Ու ես, որ շատ հեռու եմ ֆիզիկայից, տեխնիկայից եւ այլ ճշգրիտ գիտություններից, ապշած եմ, թե ինչ ես արել դու։ Ախր այն ժամանակ երեխաներն այդպիսի սարքերը միացնելու համարձակություն անգամ չունեին։ Իմ վախեցած հարցումին, թե ոնց ես համարձակվել ու ոնց ես գլուխ բերելու, դու քեզ հատուկ վստահ թեթևությամբ ասացիր. կստացվի։ Եվ կարողացար։ Հաջորդ օրը ձայնագրիչն արդեն աշխատում էր։ Նույնիսկ մի քանի պտուտակ էլ։
ավելորդ էիր համարել։ Այս նամակը ես գրել էի 1.5 տարի առաջ մի հետաքրքիր միջոցառման շրջանակում։ Աշտարակի Պերճ Պրոշյանի թանգարանի տնօրինությունը եւ աշխատակազմը գեղեցիկ ավանդույթ էր դարձրել հրավիրել որևէ ճանաչված, հարգված աշտարակցու եւ իր հարգանքի, մեծարանքի խոսքերը նրան մատուցել։ Իսկ իմ նամակը այնտեղ պետք է կարդացվեր անանուն։ Այնտեղ հնչել էին բավականին ջերմ խոսքեր իմ մանկության ընկերուհու Լիգիա Մելքումյանի հասցեին։ Այն ժամանակ Լիգիան աշխույժ, առույգ, իր ոտքով ու ձեռքով էր եկել միջոցառմանը։ Եվ երբեք չէի պատկերացնի, որ այսօր այս նամակս ես կկարդամ որպես հիշատակի տուրք իմ ընկերուհուն։ Ավաղ իրականությունն ու մեր ցանկությունները երբեմն չեն համապատասխանում իրար։ Եվ ինձ մնում է միայն սփոփվել ու մխիթարվել այն հանգամանքով, որ ես հասցրել եմ իմ սրտից բխած ջերմ խոսքերը, իմ մանկական, պատանեկան հիշողությունները հասցնել նրան իր կենդանության օրոք։ Վառ հիշատակ եւ խնկարկություն նրա լույս հոգուն։